Հենա շատ հեռու չի Արարատը։ Ձեր նմանների պես, անտարբերների պես Արարատը մնացեն կոմարազից։ Հիմա մայրաթորն եք ուզում տակ։ Գնդակ արեք բոլորից, ես առաջինն եմ։ Կուրծքս բացեմ կանգնեմ, գնդակ արեք։ Ինչ կարող եք անել դուք։ Մարմինս միակ սպանեք, բայց հոգիս կզորանա։ Հիշեք մեկի սպանիկ 10 նահելնելու։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այսօր առավոտյան սկզբում Գյումրիում, հետո վաղար շաբաթում փորձ է արվել Շիրակի թեմի առաջնորդին ձերբակալել։ ԱԱԾ-ի համազգեստով մի խումբ դիմակավորված անձինք սկզբում Գյումրիում հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմում են խուզարկություններ արել, հետո թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աչապահյանին այնտեղ չհայտնաբերելով մայրաթոռ են ուղևորվել։ Սակայն առավոտյան ուժայինների վեհարան ներխուժելու պահին Էջմիածնի վանքում քահանայած ամենամյա ժողովն էր անցնում, որին Միքայել Սրբազանը մասնակցում էր որպես համակարգող։ Տեսանյութերը քաղված են լրագրողներ Անի Գևորգյանի, Սյուզի Բադոյանի և այլ գործընկերներիս ուղիղ եթերներից։ Մոտ գերլարված իրավիճակ է քաղաքացիների մի մասին հաջողվեց ներս մտնել, ես չկարողացա, բայց նշեմ, որ այստեղ փորձում են հավատավոր ժողովուրդը փորձում է դարպասների վերևով անգամ անցնել։ Բացվեց դարպասը, բացվեց։ Հաջողվեց ներս մտնել, այստեղ հաջողվեց դարպասները բացել։ Ժողովուրդ Նիկոլ Փաշինյանը հասնում է իր ուզածին, այստեղ բախումներ են։ Միքայել Սրբազանը չի հակառակվում, համաձայնվելով ենթարկվել ԱԱԾ-ականների պահանջին, սակայն փաստաբանները նրան բացատրում են, որ կալանքի որոշումը փաստացի անօրինական է և կալանքի ենթակա անձը պատշաճ չի տեղեկացվել, թե ինչի է կալանավորվում։ Իրական մարմնից ներկայացրել են Պետական կոմիտեի քննիչի որոշում, որի համաձայն պետք է թիվ քրեական վարույթով Միքայել Սրբազանին ձերբակալեն կալանավորման ներկայացնելու նպատակով։ Այս քրեական գործը ըստ նյութի հարուցվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա այս թվականի հունիսի 17-ին մեջը առիթը նշված է 2024 թվականի փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերին։ Իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի առաջ, 1 տարի մի քանի ամիս առաջ։ Ակնհայտ է, որ սա հակաեկեղեցական այս
գործընթացի շրջանակներում է կատարվում։ Հիմա ընթացակարգը այսպես է լինելու, Միքայել Սրբազանը երբ որ ներկանա քննչական կոմիտե, պետք է իրենք ներկայացնեն միջնորդություն դատարան կալանքի հարցը լուծելու համար եւ արդեն դատարանում դա քննվելու է, դատարանը որոշի կալանավորելու թե ոչ։ Մեր գնահատմամբ սահական այդ ապօրինի հետապնդում է, իրական հետապնդում է, բայց հաշվի առնելով վերջի զարգացումները, բնականաբար այսպես իրան անդուր չենք նայում։ Ուզում նաև տեղեկացնել, որ Միքայել Սրբազանի համար փաստաբանական խումբ է ձևավորված, ամեն ինչ կանենք Միքայել Սրբազանի պաշտպանությունը իրականացնելու, իհարկե ձեր աղոթքների եւ ձեր աջակցության այսքան։ Ո՞նց տանել։ Եթե տանելու են մեզ բոլորից ցող տանել։ Որտեղ Միքայել Սրբազանը բոլորի սաղսը կոչան Սրբազան մի գնացեք, բոլորից թող գան զորով փորձեն տալ։ Սրբազան դուք մի գնացեք, թող փորձեն բոլորս գերում։ Սաղսը կոչանում ենք հիմա։ Բոլորս գերում։ Գնանք ժողով անենք, մեր ժողով անենք, հարցեր ունենք քննարկելու, քննարկենք, որոշումներ տալ։ Հնանդեղ էլի բախում ալինում։ Հնացինք ժողովուրդը։ Ես կպահեմ։ Ինձ ուղղակի որոնք են բռնեք։ Դու հայեր չէին, ոնց հասկանան ձեր արածը։ Եկեք, բոլորի սերտակալ, եկեք ձեզի չտալու։ Մենք միջև այրան վերջին կաթիլը պատրաստ ենք։ Իսկ միջև վերջին կաթիլը այրում ձեր հայրենիքի համար պատրաստ եք։ Եք ձեր նման տղեկին տարանդեցին մի Մատեր գիտեմ ամեն մեկը տնի պարզ ընտանիքից հելած ուղղակի աշխատանք չունեք, մտել եք ստե փող աշխատեք։ Թող մուրան, Ուղղակի աշխատանք չունեք, մտել եք ստե։ մենք իրանց փող կտանք։ Թող մուրան ավելի Վաճառել եք հոգին։ Մարմինը հետ, մահացի է մարմինը, մի օր մահանալու է։ Հոգին եք վաճառել։ Ո՞նց է կատաղ դուք ես հրամանը։ Ու տեսեք ուր եք հասցրել Ո՞նց է կամել հրաման կատաղում։ Ինչի համար է սա մենջ տղեր։ Ձեր երախուն մկրտել ենք մենք։ Ձեր ծնողներին թաղել ենք տատերին, պապերին։ Ձեզ պսակել ենք, հետո պտանի։ Մոլան։ Հելա շատ հեռու չի արատը։ Ձեր նմանների պես, անտարբերների պես արատը մնացեն կոմարազից։ Հիմա մայրաթորն եք ուզում տակ։ Գնդակ արեք բոլորից, ես առաջինն եմ։ Կուրծքս բացեմ կանգնեմ, գնդակ արեք։ Ինչ կարող եք անել դուք։ Մարմինս միակ սպանեք, բայց հոգիս կզորանա։ Հիշեք մեկի սպանիկ 10 հելնելու։ 10 Էմոցիա կանայ խոսքը։ Ուղեղները ծնուր եք դրել։ Սրբությունները մի վաճառեք պարքիվավճարներով։ Մի վաճառեք տղեր։ Քետինը մտնել։ Բոլորիդ, ամեն մեկը ձեր գյուղում ձեր քահանայի աչքերին վաղ ոնց եք նայելու։ Ոնց եք մտնելու եկեղեցի խաչա կնքվեք։ Իրանք Թուրքիա են արտագաղթելու։ Ոնց եք ապրելու այս Իրանք հողի ուտեղ վրա։ տեղ տվող կլինի։ Ձեր երեխաներն ովքեր են կնքելու։ Կստրկան հաճույքով կստրկանան, ոնց որ հիմա են անում։ Ինչի համար տղեր, հրաժարվեք հրաման կատարելուց։ Հրաժարվեք, ձեր ծնող եվրայր եք։ Հենա հրամանատարը թախել է։ Ալը տեսնեմ էմոցիա է անում քահանան։ Քահանան էմոցիա է անում, պրոֆեսիոնալներ, գնացեք պատասխանեք։ Կողմից է ինչ անը։ Ինչ եք խոսում։ Այս ձևով անում են, իմ ասած ընդհանրենը, որ այս ձևով չեն անում։ Այս ձևով բար չեն անում, ամոթա հայեք։ Ամբողջ աշխարհը աշխարհ տարակ եղաք։ Վեհափառ հայրապետ կաթողիկոս Գարեգին II եւս դուրս է գալիս համազգեստավորների առաջ, սակայն ներկա հավատավորները քահանաների հետ միասին խոչընդոտում են arczepiskopos-ի կալանքը։
Թողենք մեր առաջնորդի գլուխը տանուտը, տանը ներկու ամիս փագեն էտան գործերով, էտան Հա, եթե լավը չի իրաձեռի տակին է ինձ կպտի։ տանը փագեն հետո, յատել էտա հակատոր կատոյի կոսություն կնդրենք, ասեք դե մենք ինչ արենք, բան չկա Հիմա ես շրջեմ միասին նայենք ինչ է կատարվում, միայն նշեմ, որ այս հատվածից ոստիկանները գնացին, սկզբում ոստիկան միասը ասա Թուրքիա ստատկեքը ազգային անվտանգության ծառայության աշխատողները եւս հիմա հասկանանք, թե մյուս հատվածներում ինչ է կատարվում։ Հարգելի հետևորդներ, ես նշեմ, որ հոգևորականները պարբերաբար քաղաքացիներին հորդորում են որևէ վիրավորական արտահայտություն ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հասցեին չհնչեցնել։ Քահանաները սկսում են քարոզ ու դարձի աղոտ կարդալ։ Ներողություն։ Ահա այսպես դիմակավորված հիմա մայրաթորից ձեփարապչան են տանում Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Սրանք հայ տղամարդիկ են հայկական ազգանուններով, հայկական գրանցած համարանիշերով մեքենաներով, ահա խնդրեմ, հպարտությամբ կատարում են այդ հանձնարարությունը։ Ահա եւ ամաչում են, որ իրենց դեմքը նկարում են։ Arczepiskopos Աջապահյանը, ումից վիրավորվել է Փաշինյանը, որ ասել է այս իշխանության այո պետք է փոխել։ Իրեւ Աջապահյանը երբեք չի թաքցել իր մոտեցումը եւ գնահատականն էր իշխանության փեչան վերաբերյալ եւ միշտ ասել է, որ այսքան եկեղեցիներ, հողատարածքներ, հայկական տարածքներ թշնամու նվիրածը այո պետք է հեռանա եւ շանս չունենա վերընտրվելու։ Ընդվզում է տեղի ունենում, Միքայել Սրբազանին դուրս են հանում, այն մեքենայից, որով ուժայինները պետք է տանեին նրան քննչական կոմիտե կամ դատարան, որ կալանքի հարցը որոշվի։ Այդ պահից Էջմիածնի զանգերն են սկզբում հնչել եւ կոչ անում համայն հայությանը օգնել եկեղեցուն, միավորվել չարի դեմ պայքարում։ Արդյունքում ԱԱԾ-ականներն ու ուժայինները հետ են քաշվում։ Միքայել Սրբազանն էլ ասում է, որ ես երբեք ինչ-որ բանի համար չեմ ապրել ու աշխատել, երբեք չեմ փորձել մարդկանց հաճելի լինել, հիմա էլ չեմ փորձում, ով ինձ հետ է, շնորհակալ եմ, երախտապարտ եմ, ով իմ դեմ է, Աստված խելք ու շնորհ տա, եթե նույնիսկ ինձ ցմահ բանտարկեն, էլի հայ եկեղեցին հաղթելու է, ես բանտում ավելի ազատ կլինեմ, քան իրենք ազատ կյանքում են ազատ, եւ որոշում է կայացնում ոտքով գնալ Երևան դատարան։
Նաճպտա։ Մի հետամտեք մեկ։ Հետամտեք չէ, հետապնդենք։ Սանյոթ մեքենայով ոստիկանություն են բերվել։ Ահա, հələ զորքը քայլում է։ Հենց եմ ասել, ԱԱՏ-ն դիմակավորված։ Իջացեք ասեմ։ Իջացեք ասեմ ինչ եմ անում։ Սամարան կամարների։ Շեքնած երեսկույն։ Դու կարժեքել եք հասկանում։ Չէ, հեսա, ստեյտարեք։ Հա։ Այսքան գնացին հələ Բակում դիքը ուժային կա։ Այսինքն կանոնավորի շապի կակցն է։ Բազմություն է հավաքվում եւ Սրբազանի հետ նրանք էլ սկզբում քայլելով, հետո մեքենաներով Երևան Մամիկոնյաց փողոցում գտնվող քննչական կոմիտե են գնում, որտեղ արդեն բազմաթիվ ուժայիններ են հավաքված։ Յորջա մի վարկյան կանգնենք այստեղ։ Ստեղից մեքենայով ժողովուրդ ջան։ Ով որ ուզում է գալիս է քննչական կոմիտե։ Բոլորը դել գալիս է ձեր բանը։ Սամվելն եմ, Ավդալյանը։ Սրբազան մենակ քննչական չմտեք։ Ձեր խորտեք շարժումով։ Սրբազան ձեր պատգամը ձեր հոտին ինչպես է։ Հաղթանակ։ Իսկ Էջմիածնից հեռացած ուժայինները արդեն քննչական կոմիտեի մոտ են հավաքվել, որը գտնվում է Երևանում Մամիկոնյանց փողոցի վրա։